Արդյոք սատարում է քաղաքացիական պայմանագրին։ Շելի կարգին մարդ կա, որ չսատարեն քաղաքացիական պայմանագրին։ Դե քաղաքական դաշտում նախկիններն են հիմա Սամվել Կարապետյանը։ Չեմ համարում, ոչ էլ դաշտ եմ համարում։ Նախկինները ամոթ պիտանային չվարսակցային։ Ինչի եք այդպես կարծում։ Չեմ կարծում, օկտեմբերի 27 մարտի 1-ով արեց, ես։ Իսկ այդ հայտարարությունները, որ ուզում են վերադառնան, Արցախը վերադարձնեն։ Հեքիաթներին հավատում եք, այդ տարիքին եք դուք։ Հեքիաթների ոնց բակը։ Քաղաքացիական պայմանագրին հատկապես ինչի եք սատարում։ Հայկական Դե ասա էլի։ Նորմալ մարդ չկա էլ ուրիշ։ խաղաղության գործընթացին հավատում եք, քիչ չեն Իհարկե։ որտեղից այդ վստահությունը, որովհետև քիչ չեն մարդիկ, որ ասում են դա կեղծ խաղաղություն է։ Այդ հարցը այդ մարդկանց տվեք։ Օդի մեջ այնքան են կրակում, այդ 3 եռագլուխ են, թե 10 գլուխ են, թե ինչա գլուխ, 1000 գլուխ, վիշապներ են դրանց գլուխը ամսի 7-ին պետք է կտրվի սաղի։ Այսինքն դուք եք վստահ, որ խաղաղության գործընթացը կայանալու է։ Դե խաղաղությունն է հիմա ինչ ա եղել, հանգիստ նստած ենք, գործընթացը գնում է էլի։ Իրանք ինչ են անելու, որ սրայից լավ խաղաղություն բերեն, այդ մնացած։ Քանի որ Ռուսաստանի մասին խոսեցիք, հիմա Ռուսաստանից էլ քիչ չեն հայտարարությունները, որ ԵԱՏՄ-ից դուրս կդնենք, տնտեսական սանկցիաներ կանենք, Ոչ մի բաներ չեն անի։ այսինքն այդ իմաստով Այո։ մտահոգություններ չունենք։ Այո։ Կարող է երկու բան, մեքենա տորմուստան, չկայնացնեն, բայց ինչքան մեկ օգուտ ունեք, երկու այդքան էլ լիակ օգուտ ունեն ռուսները։ Հենց որ զալա չտանեն։